Ընկերներ, օրը բարի լինի եւ իսկապես բարի է։ Այսօր ես Վարդանը եւ իմ ընտանիքը Վանը, Մանեն, Հայկուհին ուղևորվում ենք Նորավանքի կիրճ, Նորավանքի շրջակայք, որտեղ հիմա տոնում են կանաչ կիրակի։ Վերածնունդ է, հոգևոր վերածնունդ, լիքը մարդիկ են եկել, ցեք ինչ ազգի են նրանք։ Ես ցույց եմ տալի մի բան, որը ոչ ոք ցույց չի տվել այսքան ժամանակ։ Սա այն հողն է, որի գույնին համահունչ զարդարված է Նորավանքի շրջակայքը։ Այո, ընկերներ, շատ հետաքրքիր բաներ է խոստանում մեզ այսօր Նորավանքի կիրճը։ Ինչպես ասում են, վեճս չի, գնացինք։ Նկարվում է եւ պահի տակ նկատեցի այծի հետքեր։ Այստեղ նրանք թաքնվում են։ Իսկ հետո դուրս են գալի։ Rебята, ֆոտո։ I am Mount photographer, my brother։ Զարմացած մնացին տուրիստները։ Մեծ սիրով կճաշակենք հարիսան։ Ինձ ասել են, որ այնտեղ հարիսա կա։ Հարիսան պրծել է։ Որ չտես չեն, այսքան շուտ քան բաժն է պրծել։ Ես ձեզ կարոտել է, եկեք։ Հայկուի։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Ընկերներ, օրը բարի լինի եւ իսկապես բարի է։ Այսօր ես Վարդանը եւ իմ ընտանիքը Վանը, Մանեն, Հայկուհին ուղևորվում ենք Նորավանքի կիրճ, Նորավանքի շրջակայք, որտեղ հիմա տոնում են կանաչ կիրակի։ Կանաչ կիրակին ինքնին հուշում է, որ սա վերածնունդ է, հոգևոր վերածնունդ։ Դրա համար գնում ենք ու մասնակիցը դառնանք այդ հիասքանչ տոնի, որը կազմակերպել են մեծ ջանքեր կիրառելով։ Հիմա գնում ենք մենք։ Գնանք հասնենք տեղ, կզանգենք, կտենանք, էլի։ Վիդեոզվանոկ ենք անելու ձեզ։ Իմ սիրելի ընկերներ, հարազատներ, չեմ ասում հետևորդ, որտեղ դուք իմ հարազատներն եք, տարածում ենք իրար հետ այս գեղեցիկ չքնաղ դրական մի ուրիշ ձևի հավես ալիքը։ Գնացինք։ Ընկերներ, արդեն իսկ Նորավանքի խաշմերուկից սկսած այստեղ շարժը խառն է։ Այսինքն սա նշանակում է, որ լիքը մարդիկ են եկել եւ այստեղ տեսեք ինչ շատ են նրանք։ Տեսեք ինչ ազգի են նրանք։ Այո, ընկերներ, շատ հետաքրքիր բաներ է խոստանում մեզ այսօր Նորավանքի կիրճը։ Գնացինք կրճանկար անելու, ընկերներ։ Այսօր կրճանկարի օր է։ Եվ իհարկե կրճաբլոգի օր է։ Գնանք ուրախ եւ զվարթ ընտանիքով ու դուխով։ Հայկուի անկարծից բան չասես, թե պահի տակ մեկին նայեմ։ Ես ուղղակի այսօր հետաքրքրասեր եմ, շատ։ Что? Что тут тиран? Տեսեք ընկերներ, կանաչ կիրակին եկել են ոչ կանաչ շորերով մարդիկ եւ մագլցում են։ Ահա թե ռիսկի տեր եմ ասել, հալալ է։ Իհարկե, եւ արժևում է Մագելանի քարանձավը։ Մագելանի քարանձավը մեր տեսանյութերում կարող եք տեսնել, վերջին տեսանյութերից է, բայց այնտեղ ես ռուսերեն եմ, разговариваю так, что если не знаете русский язык, лучше не заходить в этот момент в пещеру. Положи эту музыку, которую хочу, чтобы всегда положил. Նես որ շարունակում ենք ճանապարհի մանկերներ, այսօր մարդը շատ է, ով հաճախ է գալիս Նորավան, գիտի, որ այստեղ այսքան մեքենայի շարժ չկա, բայց այսօր կա։ Եթե կա, ուրեմն մենք էլ կանք ու նկարում ենք։ Հելանք այդտենք հարիսա ուտենք, հարիսա են տալի ձերի ախպեր, ես սոված եմ, այս քանի որ սոված եմ մնացել, որ այդ հարիսան ուտեմ։ Սոված մեռում եմ։ Տես ինչ կանա չէ։ Վարդան ցույց տուր մեր հետևորդներին, թե ինչ է կատարվում։ Կատարվում է այն, որ Վանը իմ մեծ տղան ղժում է ին վրա։ Ինչ ես ղժում վրեց։ Պատասխան կտաս դու դեռ ինձ, Վան։ Նա ուղղակի չի ջոգում, ես ինչ եմ խոսում, նա դեռ փոքր է, բայց ես մեծանա, կիմանա, ես լավ բաներ էի ասում։
Հետ էլ խնդալու չի իմ ասածը, վան, հերիք է ծիծաղես։ Տեսեք ընկերներ, տեսեք ինչ ջիպ է գալիս, այո, սպիտակ և սև կապոտով, հետաքրքիր էր այդ համադրությունը։ Հիմա ես համ ուրախ եմ, համ զվարթ, համ էլ գնում եմ նորավանք։ Շատ հետաքրքիր է։ Գնանք, Վարդան։ Բանալին, ընկերներ, սա քարանձավի մեջի բանալիատեսկ քարանձավն է։ Բանալի քարանձավն է, ընկերներ, ով եկել է այնտեղ, խնդրում եմ արձագանքեք, ճիշտ է, ասում են շատ խորը չի, բայց տեսքով բանալի է և մտնում ես, խորանում ես, քարանձավ է նույնիսկ։ Ընկերներ, հաշված րոպեներ հետո մենք կլինենք Նորաբանքի բակում և մեծ սիրով կճաշակենք հարիսան։ Ինձ ասել են, որ այնտեղ հարիսա կա։ Конечно. Պատկերացնում եք, գնամ ու տեսնեմ, որ այնտեղ հարիսա չկա։ Հա, ինչ խնդալու կլինի, ինչ հույսերով եմ ես գնում, ինչ հույսերով ես 3 օր հաշ չեմ կերել, չեմ էլ հասկանում, բայց գնում եմ։ Գնանք։ Տեսնում եք, որ աչի վրա նույնպես տուրիստների պակաս չունենք, բայց այստեղ ավելի շատ հայա լեզու տուրիստներ են։ Այսօր Հայաստանի տարբեր տեղերից եկել են, որ վայելեն կանաչ կիրակին։ Իսկ ինչու կանաչ կիրակի, որովհետև ինքներդ եք տեսնում, կանաչ շատ է։ Բայց խորհուրդ ունի կանաչ կիրակին։ Հիմա կգնանք կոնկրետ մասնագետի մոտ հոգևոր, ով որ կասի, ինչ է նշանակում կանաչ կիրակի։ Ընկերներ, Նորաբանք գալուց պետք է գիտակցես 3 բան։ Առաջինը, գիտակցես և զգաս այստեղի էներգետիկ դաշտը, սա ուղղակի կախարդանք է, սա քեզ կարող է հոգևոր զարթոնք պարգևել։ Երկրորդ, այստեղ է գտնվում հայոց ճարտարապետության գլուխգործոցներից մեկը պատմական։ Եվ երրորդ, այս գլուխգործոցը այս հրաշալի էներգետիկ դաշտում կառուցվել է սիրո հողի վրա։ Մոմիկ ճարտարապետը սիրահարվելով իշխանի դստերը ստանում է նախապայման, որ պետք է կառուցի Նորաբանքը։ Եթե կարողանա կառուցել, ապա իշխանը կհամաձայնի դստերը ամուսնացնել մեր Մոմիկի հետ։ Մոմիկը լինելով մեր ձորի տղա, հաստատ տաքարյուն ու իր խոսքի տեր, մի անգամից ընդունում է մարտահրավերը և ձեռնամուխ լինում Նորաբանքի վանական համալիրի կառուցմանը։ Եվ դա նրա մոտ ստացվում է այնքան լավ, որ մինչ օրեր մեր օրերը կանգուն է և մենք հենց հիմա գնում ենք այնտեղ։ Նորաբանքը ուղղակի վանք չէ և ուղղակի հավատի ներշնչման աղբյուր չէ։ Այն ծնվել է սիրուց, բառի բուն իմաստով, տղամարդու սիրուց, կնոջ հանդեպ։ Ես չեմ ուզում այս պատմության շարունակությունը պատմել, որովհետև մի քիչ սրտովս չի, մի քիչ էլ բրազիլական սերիալ է հիշեցնում, դրա համար կլռեմ ու կասեմ իմ տարբերակը։ Մոմիկը կառուցեց Նորաբանքը և նրանք ապրեցին իրար հետ երկար ու երջանիկ, ունեցան լիքը բալիկներ և նրա սերունդները մինչ օրս մեր կողքին են։ Շատ լավ ես ավարտեցի այս պատմությունը։ Իսկ հիմա սկսում ենք նոր պատմություն, որտեղ ճպճպում է հարիսան, որտեղ բլբլտում է հարիսայի ղազանը։ Գնացինք։ Ընկերներ, տեսեք, անգամ զբոսաշրջիկները եկել են և քայլում են, ճեմում են Նորաբանքի ճանապարհով, նրանք ուղղակի վայելում են այս բնությունը։ Սա էներգետիկ հարուստ դաշտ է։ Ճիշտ է, բուսականությունը այդքան հարուստ չի, բայց այստեղ կա հոգևոր սնունդ, որը մարդը անգամ երբեմն չգիտակցելով, բայց ընդունում է այդ սնունդը, լիցքավորվում կյանքի էներգիայով և գնում աշխարհը ուսումնասիրելու և ապրելու ու ստեղծագործելու։ Իսկ մեր դիմացից մի ամբողջ հավերժություն է, ընկերներ։ Հավերժություն, որը մեզ տանում է հիմա Նորաբանք։ Դավիթն էր Նիվայով, այո, նա Նիվա շատ է սիրում, մանկուց երազել է Նիվա ունենա և արդեն ունի, որը շատ գեղեցիկ է, ասեմ ձեզ, տարբերվող Նիվա է։ Եթե այսօր բախտ վիճակվի, մենք նրա հետ ստրելկա կելնենք ու կնկարենք Նիվան։ Նիվայի սիրահարներ, արձագանքեք։ Ընկերներ, պռոպկա եմ ասել խցանում, որը
առաջացել է Նորաբանքի հենց ճանապարհի եզրին։ Գնալով տարի այստեղ շատանում է ընկերներ հոսքը կանաչ կիրակիի եւ բոլոր տեղերից գալիս են իրենց աչքով տեսնեն։ Բան խոսում եմ էլի։ Գլուխը ցաված։ Հա։ Եթե չի ցաված է գլուխ կարամ էլի խոսամ։ Заткнись ты уже. Սիրտը տա խառն է, ախպեր դե լավ մի բան կանենք կմտածենք։ Ընկերներ, նկատենք, որ պռոբկայի մաս է։ Տեսեք ինչա կատարվում։ Պարային խմբեր են այստեղ եկել, ընկերներ, այս 2 օր է մենք պարային խմբերի ունկնդիրն ենք։ Այսքանը ճիշտ։ Մարդը շատ է մարդը այսօր Նորաբանքի շրջակայքը, ինչ ավտոասես կա ընկերներ, թանգից էժան, ճոխից հարմար, ինչ կայնեմ ստե, հայերնեք վերև կայնենք, հաղ պրինքն ավտոյեշնը ոնց չեն կարա, բարեկամս, վերևը տեղ կա, բարև ձեզ, դուք չկարողացա կանգնել հետ եք իշնում, դե ուրեմ տեղ կլնի, շնորհակալ եմ շատ ապրեք, մի անգամից շփման բարձր ունակությունների շնորհիվ ես իմացա, որ վերևում հաստատ մի տեղ կճարենք կանգնելու։ Գնում ենք վերև, հիմա շատ լուրջ աշխատանք է տարվում երթևեկությունը կարգավորելու համար, գեղեցիկ տեսարանների պակաս ուղղակի չունենք եւ հենց հիմա դեմ հանդիման ելան 2 մեքենա, մեկը BMW, մեկը Infiniti։ Ու ես մնացի ստե, в общем։ Վարդան դու ճիշտ էիր, ես սխալվեցի։ Ես զատնի դնողը չէի, բայց դրեցի զատնի։ Հələ տենանք, ուրա ով կա։ Բարեկամս, թոյիշնեն ելնենք, ես էլ եմ զիջե։ Այդ ենք անում։ Հետևի ավտոն Տեսլա է, հասկացավ աղբեր։ Հանդե 2 ուղեղ աշխատում, մեկը շոֆերն է, մեկը բան է, էլի արհեստական բանականությունը։ Скорее всего. Конечно, ելանք։ Извините, извиняюсь, извините, thank you, sorry much. Այո, ընկերներ, ես ընդունում եմ, որ պահի տակ կատաղած դրայվ արեցի, բայց սա է պահանջում այս պահին մեզանից։ Եվ արագ, շատ արագ գտա իմ տեղը, որպեսզի տեղավորվեմ։ Ո՞վ է, դուրս կողմնենք։ Ընկերներ, նկատենք, որ բոլորը եկել են հարիսա ուտել։ Օ, բարդ է, ճակատագիրը մեր։ Ես մեղավոր չեմ, որ ես պռոբկան եղավ։ Ընդհանրապես ես մեղավոր չեմ, ես Չէ, աղբեր, բանակ, բայց կարող ալի գիտես կայնելու տեղ ցածը։ Ես հիմա ուշադիր նայում եմ, որ տեղ ազատվի եթանք։ Ոչ տեղերքը, գիշերը սուլում են սուլում։ Մեր թաղի աղջիկները սիրուն են սիրուն։ Կայնի ավտա գալ, մի րոպե։ Ես ինչ անեմ, օգնեմ, ընդ ես ուզում մտնես։ Բարև ձեզ։ Ապե ես ճիշտ եմ լսել, որ ստե հարիսա է افرնում ձերի։ Հա? Հարիսայի համար եմ եկել։ Ոնց պրծավ։ Ախպեր այդ որ պրծել է այդ կաստ, մեջը вообще չկա քերենք։ Հələ ինչ կաստ է ձերի ախպեր։ Վարդան արի, ես պետք է ձերի բան գտնեմ ստե։ Այ տենակ այն ինչ են ծախում։ Մենակ թե իմ, այստե փակվավ սա, պրծավ։ Գերովը տանի ուշացանք, հա։ Ընկերներ, մենք ուշացել ենք։ Բայց ինչպես ասում են, վեճս չի, գնացինք։ Պատկերացրեք այս տաղավարներում ինչ-որ բան են տալուց եղել, հիմա չեն տալի, պրծավ։ Կարող է հիմա քամին պրոստը հենց անի, որ լավ չլի։ Հարի բան անեմ, էլ շորից տակով անցկացնեմ ես ինգը։ Հələ նայ ձենս լավ է, լսվում է։ Հələ, խոսա։ Խոսում եմ, լսվում է։ Ամեն ինչ կարգին է։
զավակն եմ քո տան փոքրիկ դրախտ մեծ շավախում արենցին է գողքդ երգում Հարիսան պրծել է։ Որ չտես չեն, այսքան շուտ քան բաժն է պրծել։ Հարիսան վերջացել էր, ես Հարիսը ատենցել չկերա։ Ընկերներ, ինչպես տեսնում եք, տարբեր տեղերից մարդիկ են եկել, բայց ես լրիվ ուրիշ բան էի պատկերացնում, լրիվ ուրիշ բան տեսա, այնպես որ հորս արևես ինչա։ Ես չեմ ջոգում արա։ Արի գնանք բարձրանանք վերևները, գոնե այդտեղից ընկերներ մի քիչ էքստրիմ կլինի էլի տենց։ Հարիսան պրծել է, իսկ ես ուզում էի Հարիսայի շուրջ ահագին հետաքրքիր ժամանակ անցկացնել, այն էլ չէ լավ, ոչինչ, ինձ թվում է մենք սարերի գրկում հետաքրքիր ժամանակ կգտնենք անցկացնելու, գիտեք, այնտեղ ճանապարհ կա, որ մարդիկ գնում են, բայց ես ու Վարդանը որոշեցինք, որ հելնենք ընկնենք։ Վերջին անգամ երևի մի 3 տարի առաջ եմ այդ կողմ քայլել ու հիմա գնացինք։ Կայից քայլեմ, դու էլ իմ հետևից քայլի։ Էքստրեմալ ճանապարհ ընկերներ, եթե ուզում ես գեղեցիկ բնության մեջ ուղակի քայլես, մի քիչ էլ զգաս վտանգ, արի ստեղ, արի ու քայլի։ Տեսեք հողը կարմիր է, այս կարմիր հողը մոտիկից արի նկարենք, էլի։ Տեսեք, ես ցույց եմ տալի մի բան, որը ոչ ոք ցույց չի տվել այսքան ժամանակ։ Սա այն հողն է, որի գույնին համահունչ զարդարված է նորավանքի շրջակայքը։ Սա նույն հողն է իմ ափերում, ընկերներ, տեսեք։ Կարելի է հողի բիզնես անել։ Ընկերներ, կարող են փոքրիկ բանեշկաներով հող ուղարկել ձեզ, ընդամենը ես մի հատ փոքրիկ մի $10 դիմաց։ Ով է ուզում նորավանքի հող։ Կապնվեք ինձ հետ։ Պոշտայով կուղարկեմ կգա։ Լավ բիզնես գաղափար։ Ես բիզնես գուրու եմ եւ կարող եմ ձեզ խորհուրդ տալ ինչպես է ճիշտ աշխատելը։ Բիզնեսը 0-ից, մինուսից դարձնել աշխատող։ Այնպես որ գրեք ինձ։ Գրեք եւ մասնակցեք իմ սեմինարներին եւ ես ձեզ կօգնեմ շատ արագ դզվել, ընկերներ։ Միացիր դզվիր IT-ին եւ ես քեզ կօգնեմ, որ դու դզվես։ Գնացինք։ Վարդանը արդեն կարող է փաստել, որ ունի բազում հաջողություններ դզվիր IT ոլորտում։ Տեսեք, այստեղ էլ եկել են, բարև ձեզ։ Տեսեք, երազանքի բրգեր են սարքում, այսենց ընդամենը 2 քար վերցնում ես, դնում ես իրար վրա, եւ սա էլ դզվելու նախապայմաններից մեկը։ Կարող ես դզվել ինչքան ուզում ես։ А что, так можно было, что ли? Հարի, բարեկամս, տեսեք, ես նկատում եմ մտա իմ տեսահորիզոնում եւս մեկ դզված անձնավորություն, ով չի ուզում նկարվի, չենք էլ նկարի, դու գիտես, մենք գնացինք։ Հիմա արի ստեղից էլ նկարենք իմ ընտանիքը, հենա, Հայկուի! Հայկուի! Ой, прости, дорогая, я думал, ты наверху. Զանգեմ իմ ընտանիքին, գուշացնում եմ դուք գտնվում եք նշանառուի նշանառության տակ, մտ սրտիկ ցույց տու հանուն սիրո ինձ, սրտիկ, դավայ, չէ, ենես չէ, 2-0, այ տենց ապրես, thank you, ես կեզ հետևում եմ, զգուշ կլնես, սյո, տեսա դաշտում մնա։ Ընկերներ, այստեղ գալիս են ու նկարվում։ Գնում եմ նկարվելու։ Գնում եմ նկարվեմ։ Արի, դու կարաս ընդիս
նկարես, բայց միշտ նկար, են երևում են ժողովուրդը։ Ուշադրություն ընկերներ, ով եկել է Նորավանքի կիրճ եւ հանգստանում է այդ մի հատվածում, տես գեղեցիկ հավաքվել են ընտանիքներով, ես ձեզ թաթիկով եմ անում, ու եթե մի օր տեսնեք այս տեսանյութը, խնդրում եմ հետադարձ թաթիկներ մեկնաբանություններում, որովհետեւ ես թաթիկի մեռած եմ, այո։ Արես մեծ ֆոտո անես։ Քոնինով, պարտեր է, դախտեր։ Հայցերի սմբակի տեղ է երևում։ Գալիս ես։ Կայն։ Ընկերներ, ես ես նոր նկարվում էի եւ պահի տակ նկատեցի այծի հետքեր։ Վարդան արի ցույց տամ։ Արի, բարեկամս այծի հետք ենք ճարել։ Հոպա։ Հեսա։ Այստեղ իմ կարծիքով այծերը այստեղ քնում են, երբ որ անձրև է հորդարատ, այստեղ նրանք թաքնվում են։ Իսկ հետո դուրս են գալիս եւ ինչպես հիմար կենթանին չհասկանալով հենց իրենց տան դեմը, տան դիմաց տեսեք ինչ են անում։ Խաղ են խաղում, կլոր բաներ են սարքել։ Նրանց երեխաները խաղաղասեր են, դրա համար միշտ խաղում են։ Ու կլոր սես բաներ են սարքում։ Գնա Վարդան, գնա գալիս եմ։ Ես Հարիսայի տեղը մի լավ բնության ճաշկերա, ընկերներ։ Այս հոտը անուշ շնչում ես ու առողջանում։ Հայոց աշխարհի համն ու հոտն ու համն հոտը թող նկարվեն, նոր մենք գնանք Վարդան, որ ես իմ ուզած ձևով հանդես գամ։ Էդ ես եմ, բա դուք որտեղից եք, մեր մարզնա թե ուրիշ։ Երևան, բարև ձեզ, երևանցիներ։ Երևանից եք ասել եք մեր սարերը, հա։ Մի հատ ինձ նկարի Ստեփանի հետ։ Ձեր անունն ասեք։ Նազիկ, տիկին Նազիկ։ Ջան։ Շնորհակալ եմ, որ եկել եք մեր վայոց աշխարհ։ Այո։ Նկարվում ենք։ Հետ կմտածեիք, որ Նորավանքի լեռներում պատահաբար Ոչ։ Լավ է, չէ։ Հա։ Բա ինչ էլ չեք վախենում եք ասել եք ստե։ Ես էլ ուզում եի գլուխ գովայ ասեի ստե մենակ ուժեղներն են գալ։ 25 կանչելու եմ ծնունդին։ Մի հատ սիրուն սյուրպրիզ կանես։ Սիրուն, շատ սիրուն։ Ձեր ծնունդն է, հա։ Հիշում ենք, որ գնանք։ Հետևորդներս էլ կհիշացնեն, սաղոր կգրեն։ Այո։ Ընկերներ, ուզում եմ ձեզ ցույց տամ մի բույս, որը հոկտեմբերյանի հետ ոչինչ չունի։ Սա մեր բույսն է։ Եվ սա կարող է տալ միայն առողջություն։ Սա գրգռում է զատիկներին, ընկերներ։ Արի Վարդան, արի ցույց տանք զատիկներին։ Արի, տես։ Զատիկները եկել են ու հիմա այս խոտից սնվում են։ Մի հատ զատիկ է հիմա, էսի տունն է մնացել։ Սրա ուզողելը չի եկել կողի չոլերից, բայց մոտ է օրը։ Հասունացել է պահը։ Եվ իհարկե նկատենք այս գեղեցիկ ծաղիկները, որը ես չէի ուզենա պոկել, բայց հատուկ ձեր համար պոկում եմ, ցուցադրում։ Եվ մյուս ծաղիկները ցուցադրենք։ Այս ծաղիկը, որտեղ այծերը նույնպես չեն մնացել անտարբեր եւ ախպեր ես կլորները անուն ինչ էր, որ պաշկով կար։ Ապեր եմ նապաստակերը վր են նկարած։ Ով ժոգեցին չհետեմ գերեք, տեսեք, այծերը մտածել են ծաղիկների մասին եւ պարարտանյութ են թողել նրանց կողքերը։ Իսկ հիմա քանի որ գնալով ցրտում էի ես իմ երկու բալիկների եւ մեկ կնոջ հետ եմ, գնանք նրանց հասցնենք մեքենա, հանկարծ ցուրտը չտանի հիվանդանան։ Պատկերացնում եք, պետք չի։ Ընկերներ, հարուստ էր օրը։ Գեղեցիկ եւ երևանյան հյուրերով։ Հիմա մենք գնանք մեր երևանյան հյուրերին հասնենք ու գնանք իրար հետ դեպի մեր մեքենայի մոտ։ Մենք եկանք էլի, դանդաղ եք շարժվում, հա? Լավ աղբեր ես, դու հունցս։ Հետ նկարվում եք, գնա նկարեմ ձեր ընտանիքին։ Գերա, աղբերը իմ ձևով շատ սիրուն նկար, պարտրետ։ Բայց ես եմ Նորավանքա խառը։ Սիրուն այլ է։
Ընկերներ, այստեղ գալու համար բարձանալը մի այտ է, իջնելը մի ուրիշ այտ։ Դրա համար ձգտեք, որ գալիս եք այնպիսի տեղեր, որ հեշտ էլ իջնեք։ Իսկ կադրերում մեր Երևանի հետևորդներն են։ Ինձ թվում էր Երևանի շատ քիչ մարդ է մեզ հետևում, որովհետև ինչքան Երևան առիթ գնացինք, տեղը չեն բերում մեզ։ Ասում են, ով եք դուք։ Դուք ով եք։ Ребята, ֆոտո։ Ես ձեզ երկուսիդ ֆոտո, հա։ Դուր։ Thank you։ Դու նկարի, որ ես նկարում եմ։ My brother, այսենց արեք, այսենց, երկուսով։ No love։ I am Mount photographer, my brother. I am best photo liragero, my brother, by Farander. Hoppa! Aha, hi Kui! Հելան, նկարեք ինձ։ Very good։ Դեպչո որ գութակայն դնեմ տեղ, ահա, վսյո։ Եդեմ։ Երկու ատել սիրար աղունիկա մնաց է, արտեր կրյա։ Վարդան միգուց է նկարես իմ շող լրնավազքը, հոպա։ Լրներում վազել ընկերներ, ամեն մարդու խելքի բան չի։ Հոպա։ Զարմացած մնացին տուրիստները, հենց այդպես է պետք։ Այսօր ես դարձել եմ մի մանուկ։ Շրջում եմ լեռներով, հասնեմ իմ ընտանիքին։ Ես ձեզ կարոտել է եկել։ Որ, չէ, միք չեկը մեծանաս նորի չի, ընդե մեծերն են գնում։ Ընկերներ, հարը քեզ հարիսա, հարիսան չտեսանք, ինչ է սա, բայց տեսանք մեկ ուրիշ ավելի լավ տեղը տեղին պատմություն։ Սիրտս ճանաչեց քեզ ինձ մոտ բերեց Ախպեր, ուր ես ուզում էդ հաս կայնես։ Արի գենանք, այգի մենք եթում ենք ընդե կայնենք, արի։ Վարդան մենք գնում ենք ընդե կայնենք։ Հատո բարձան ինչ այլ է։ Ուր ես եթում, ախպեր։ Ընդե ինչ կայնես։ Դե հանդե վաբշե հետաքրքիր չի։ Դե մտի լավ, գնա։ Քել ուր մեծ քել ախպեր Իչի պռնակում Այսպես պտիլ է ախպեր, քարը ինքը Սրանք իմ չարաչրջի ճժերն են։ Նայ ախպեր, սովորի գործան Բայց ուր է եթում, ախպեր։ Սս իմ ասած ընդ եմ ուզում կայնեմ։ Ես էլ ուրախացա, ինչ ուզեց ընդ կայնի ախպեր։ Շատ ուրախացար։ Բես անտ ուրախացել եմ։ Հա, բայց ասե ուրախ ենք մենք։ Զգացվում է, Վարդան ջան։ Մարև։ Ինչ օյն են անում ձեր գլխին։ Փորձությունը փորձության ետևից հաղթահարում են երեխաները եւ իսկ մենք նրանց հետևից ուղակի քայլում ենք։ Էլ ինչ անենք։ Մենք կարող ենք մենակ հետևել մեր երեխաներին։ Թող քայլեն։ Արա, այդ աղա, նորմալ ճիշտ տեղեր քայլի, սխալ ես քայլում։
Լրիվ թարցուղության եք արարա։ Պապան քեզնից հիասթափապ, всё։ Հա, այտենց ապրես, ահա, ճիշտ ուղղություն է վերցել վանը, իջի այտենց։ Մանե դու մի գնա այդտեղ ու տեղա, թույթա։ Արի։ Ահա, լավ, արդեն էլ։ Всё, смотри. Мане, դու ես կոմովիչ։ Իմացիր մենք քեզ հետ ենք պայունուլի Շարունակիր դառնալ այն, որ լինես ստիպված Վարդան, բանակիցում։ Կայծակակ, ոչինչ, չի, մի վախեցի, նորմալ է, մի վախեցի, եստեմ։ Աղբերս գմբեթի կողով նոր կայծակ գցես, կաղայլի գցի։ Հեսա, ընտանիքով թրջբում ենք, համաձայն ես ռոմանտիկա, չէ, լավ։ Ես անընդհատ փորձում եմ ռոմանտիկան մտցնել մեր օջախ, բայց կինս անընդհատ ասում է ոչ, ինչ անել այդ դեպքում։ Улыбаемся и машем. Մտել եմ դու գալ։ Վան, արի տղաս, արի գնանք, արի։ Ապրես, արի, այսենց արի, սիրուն գնում ենք։ Հայ պապուծին։ Ուր ես ուզում։ Չասես աստիճանները, ընդիս մարդ հանգե։ Ընգելա ու իրան էլ պարտես չեն թողի գնա։ Ոտքը ջարդել է։ Օրտեք ինձ, օրտեք։ Օրտեք։ Հա? Անձիով չճանաչում, ես դեմք եմ։ Այն աղջիկն է, որին կարծիք կայք, ավեն էլ լավ եմ։ Իրա դեմքին չի։ Պեսիմ սիրած երկն արի։ Սուրը շողշողա, ապրեք, 5, ոնց եք, ես խաչիկն այք է, խաչիկի կաջերն են, ես նոր ընդից այդ իչամ ես երկնային եմ, յուսո երեք եմ եք է, ապրեք, բայլ ինչ կատարում կարող եք նվիրել, ես էլ ձեր հովանավորներն են սեզ դրել եք, Աշխարհ հայ ու ահը, ելին ընկավ թուրքի գահը, պատմեմ ձեզ թալյաթի մահը գինելից, ընկեր ջան գինելից, վիստից, խմողացան շանուշ, պատմեմ ձեզ թալյաթի մահը գինելից, ընկեր ջան գինելից, վիստից, խմողացան շանուշ, Դաշնակցություն ժողովարեց, շուտայատին մավ որոշեց, Տերլերյանի վախտեղ բացվեց գինից, ընկեր ջան գինիլիս վիսվից, խմողացան ուշանուշ, Տերլերյանի վախտեղ բացվեց գինիլից, ընկեր ջան գինիլիս վիսվից, խմողացան ուշանուշ, Շուտարյատը փախաբերին, Տերլերյանը հասաբերին, Զարկեց ճապտին, պարեց գետնին գինիլիս, ընկեր ջան գինիլիս վիսվից, խմողացան ուշանուշ, Ինչ արեց, զարկեց ճապտին, պարեց գետնին գինիլիս, ընկեր ջան գինիլիս վիսվից, խմողացան ուշանուշ, Շուտարյատին գծին հորը, լուրը հասավ մորը, գեցե հայոց կամավորը գինիլիս, ընկեր ջան գինիլիս վիսվից, խմողացան ուշանուշ, գեցե հայոց կամավորը գինիլիս, ընկեր ջան գինիլիս վիսվից, խմողացան ուշանուշ, Ապրեք, մծապերը, կլապ, դավայ սաղըտ, ապրեք, ահա թե ինչ է լինում, երբ որ դպրոցական երեխաները հեռախոս մատելու փոխարեն սովորում են ու արարում են, մեր հետ էր խաչիկի միջնակարգ դպրոցի գեղեցիկ սաստավը, անձնակազմը, ապրեք,
Եվ ինչով էլ կարող եք զարմացնել Խաչիկի միջնակարգ դպրոց, Խաչիկը սահմանամերձ մեր յուղերից է, որտեղ սովորում են լիքը երաշտ երեխաներ։ Հալյաթի մահը, այն պահ են, որ տու տարի կետի բաներ էլի, թուրքի, հա, մալադեց, բա ուր են ձեր տղեքը, 1 և 2, դուք եք, դուք չեք երկում, 2, 1, աղջիկներ, ընկերներ, Հարիսայից էլ համով էր այս իրավիճակը, ես սնվեցի Հալյաթի մահով, Արնախում չեմ, բայց սնվեցի, դզեց, հիմա գնանք, ուր է իմ ընտանիքը, հեյ, հլը կայն էդ Հարիսա սարքողներին ասեմ, ինչինձի Հարիսա չեք թողը, աղբեր, էդ Հարիսան դուք եք սարքը, էդ դուք եք սարքը Հարիսան, ասում են համով այլ է, ասում են հավով այլ է, ասում են բլբլտացել է կրակի վրա, բադարելասնի չէր մի քիչ չեք պայել իմ համար, միթե չեք սպասում, որ ես գալու եմ։ Աղբեր, մեկ քիչ այսքան ֆայմեցել չկա վաբշե։ Տուն տանելու խմալ չես պախե։ Գիտես, որ սրանք հավալայի են։ Դու էլ, գնայյան, հենյանով քայլի։ Արի, տեղ մեկ, արի, Վարդան, արի։ Հայկույ դուք էլ եկեք, մենք գնացինք։ Ընկերներ, այսքանն էր Նորաբանքի կիրճից, մեր ռեպորտաժը ընդեթաթիկով են անում, Վարդան։ Улыбаемся и машем, парни. Улыбаемся и машем. Խաչիկի դպրոցը ինչպես միշտ տարբերվում է, սահմանամերձ հրաշք գյուղի բնակիչներն են եկել։ Բարեկամս, դու էլ Հարիսա չունես։ Կաղազ հանգես ասես ջնջի ինձ այդ պահը, որ Հարիսա եմ ուզում։ Հարիսա, նկարես է, հա։ Չի նկարել, Վարդան չենք նկարում։ Աղբեր Հարիսա եմ ուզում։ Հարիսա չկա։ Հարիսա չունեք։ Չէ։ Հարիսա ես ուզում քմուշ մանես նրան։ Բանա, հա։ Հա, էփեք գանք էլի։ Ընկերներ, ես չեմ փոշմանում, որ մեր Սուրբ Վանքի մոտ Հարիսա չհասցրեցի ուտել։ Կերան բոլորը, բացի ինձանից Վարդանից։ Բայց մենք ուրիշ ավելի լավ սնունդով հագեցանք ու գնում ենք առաջ։ Միշտ առաջ, ընկերներ։ Լսնեմ գինին, պատմեմ Հալյաթի մահը գինիլից, ընկեր ջան գինիլից, խորոված անուշ, խմողած անուշ, Գնացինք ընկերներ, այսօր այսքանն էի նախատեսել իմ ընտանիքի հետ միասին, հիմա մենք գնում ենք տուն, իսկ որից հետո կուղևորվենք ուղիղ Արարատի մարզ, ունենք անակնկալ և կանենք մեր բաղձալի անակնկալը։ Մենք իմաստ ունենք ասելիք